Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ռաունդ առաջին, Հայաստանի գավաթ, կիսաեզրափակչի առաջին խաղից հետո Վան ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հայտարարությունն ավելի շատ թիմին մոտիվացնելու նպատակ ուներ, թե Չարենցավանյան ակումբը դեռ կպայքարի Նոային շրջանցելու համար։ Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ Նոա Վան դիմակայության առաջին խաղից հետո Վահե Գևորգյանը հետխաղային ասուլիսի ժամանակ Նոային խոստացավ թեժ պատասխան հանդիպում, նաև մարզչական շտաբին խոստացավ թեժ պատասխան հանդիպում, բայց միայն խաղադաշտի սահմաններում։ Այն, որ Վահե Գևորգյանը լավ մոտիվատոր է, մենք դրանում մի քանի անգամ համոզվել ենք, թե Նորավանքում, թե Ալաշկերտում, թե Վանում նա շատ լավ մոտիվացնում է իր խաղացողներին, բայց չեմ կարծում, որ սրանք պարզապես ասված խոսքեր էին, այո, մարզիչները երբեմն էմոցիոնալ արտահայտություններ կամ հայտարարություններ անում են, բայց նորից եմ կրկնում, չեմ կարծում, որ սա այդ դեպքն է։ Պետք է նայել, թե ինչպես է ընդհանրապես Վանը խաղում սեփական հարգի տակ, ինչպես է Վանը խաղում Նոայի հետ, մի ամբողջ խաղակես 10 ֆուտբոլիստով կարողացավ դիմադրել եւ վերջին տուրերում թերևս ամենահետաքրքիր պայքարն առաջարկած թիմն է Վանը։ Տեսնենք, թե ինչ կլինի պատասխան խաղում, բայց ես կարծում եմ, որ Վանը ամեն դեպքում ունի հնարավորություններ եւ դեռ կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար։ Ողջույն Էդվարդ։ Ողջույն։ Վահե Գևորգյանի հայտարարությունը Նոայի հետ խաղից հետո, Նոայի պատասխանը հայտարարությամբ հետո, Վանի պաշտոնական հայտարարությունը, այս ամենը ֆուտբոլի մասն է եւ իհարկե ամբողջ աշխարհում ենք նմանատիպ օրինակներ կարող ենք գտնել։ Վահե Գևորգյանը բավականաչափ փորձառու մասնագետ է, որպեսզի կարողանա ճիշտ օգտագործել յուրաքանչյուր իրավիճակ։ Իհարկե նա գիտակցում է, որ Նոան այդ դիմակայությունում ֆավորիտ է։ Առաջին խաղից հետո գրանցված հաշիվը ավելի է հաստատում այդ կարծիքը։ Եվ իհարկե նման իրավիճակում Գևորգյանը պետք է փնտրեր ինչ-որ տարբերակ եւ իր թիմին մոտիվացնելու եւ ֆուտբոլիստների վրայից լարվածությունը գցելու համար։ Նա շատ լավ որսած պահը եւ արեց այդ հայտարարությունը, որովհետեւ ես իհարկե չեմ ասում, որ չէր եղել խնդիր մարզիչների միջև, վիճաբանություն չէր եղել, այո, եղել էր, բայց նա այդ իրավիճակը օգտագործեց եւ ստեղծեց մի իրավիճակ պատասխան խաղից առաջ, որը կարող է ավելի ձեռնտու լինել Վանին։ Այսինքն ուզում ես ասել, Վահե Գևորգյանը ասուլիսի ժամանակ ասած խոսքերով մոտիվացնում էր եւ դա լավագույն տարբերակն է թիմին մոտիվացնելու, երբ ասում է ուղղակի թեժ հանդիպում եմ խոստանում Նոային։ Լավագույն տարբերակներ թե ոչ, բայց տարբերակներից մեկն էր։ Դե պիստում է բոլորն էլ ասում են, որ պատասխան խաղից առաջ մենք հնարավորություն ունենք մի փոքր ավելի ծաղկուն այսպես։ Երբ թիմը խաղում է ակնհայտ ֆավորիտի հետ եւ վատ չի խաղում, բայց միևնույն է պարտվում է երկու գնդակի տարբերությամբ, հասկանալի է, որ պատասխան խաղում շատ դժվար, ծայրահեղ դժվար կլինի վերադարձնել այդ տարբերությունը։ Ինչ որ բան պետք է գտնել, ինչ որ իրավիճակ ստեղծել, որտեղ մրցակիցը իրեն հարմարավետ չի զգա եւ այդ իրավիճակը նաեւ Վահե Գևորգյանը ստեղծում է այսպիսի հայտարարությունները, որպեսզի Նոան որոշակի ճնշում զգա, լարվածություն զգա, այսինքն խոստանում է թեժ պայքար խաղադաշտի սահմանում։ Սա փակագիծ է, որից դուրս չենք կարող ասել ինչ կլինի։ Դա կարող է լինել շատ կոշտ ֆուտբոլ, դա կարող է լինել շատ բարձր պրեսինգով ֆուտբոլ, դա կարող է լինել բազմաթիվ խախտումներով ֆուտբոլ, այսինքն Նոան ինչ որ բան հաշվի պետք է առնի, որ Վանը հենց այնպես չի հանձնվելու։ Սա խոստում է չեմ ասում հուսահատված մարդու, իհարկե ոչ, 0-2-ային հաշիվը չէ, բայց մրցակիցն է այնպեսին, որ Վահե Գևորգյանը փորձեց ինչ-որ ինտրիգ ստեղծել եւ այդ ինտրիգը Ժոզե Մոուրինյոն էր այսպիսի բաներ շատ հաճախ անում իր կարիերայում, հիմա էլ Թուրքիայի առաջացում շարունակում է անել։ Կան մարզիչներ,
որոնք այսպիսի իրավիճակներից շատ լավ օգտվում են։ Այո, բայց Վանը խաղում է սեփական արկի տակ, դա արդեն շատ բանի մասին է խոսում եւ Նոան շատ լավ գիտի դրա մասին։ Նոան այս առաջնությունում արդեն մեկ անգամ միավորներ կորցրել է այնտեղ, եթե վերցնենք վերջին խաղերը մի փոքր հետ գնանք, ընդհանրապես վերջին րոպեներին էր կարողանում գոլ խփել եւ Չարենցավանից միավորով հեռանալ։ Վանը շատ լավ է խաղում սեփական արկի տակ, որովհետեւ արհեստական խոտածածկի վրա է խաղում, դա արդեն տարբերություն է ստեղծում, իսկ Նոայի համար դա կարող է խնդիր լինել։ Այսինքն ուղղակի թեժ պայքար խոստանալ չի նշանակում, որ դա ասված է ուղղակի իր թիմին մոտիվացնելու համար։ Այո, ինչ որտեղ չեմ կարծում, որ Ջեսի Ակիլան այդ խոսքերից մոտիվանում է ասուլիսի տողերը կամ բարերը լսել։ Այդ խոսքերը չասած ու այդպես անցավ գնաց։ Իհարկե նա թիմի հետ հետո զրուցել է։ Թիմի հենց այդտեղ է նա մոտիվացնելու, ոչ թե հետ խաղային ասուլիսի ժամանակ։ Իսկ դա մեսիջ էր, երբ խաղի ընթացքում բախումներ եղան մարշական շտաբերի միջև, ֆերացում եղավ, նյարդային ֆոն կար, էմոցիոնալ հայտարարություն արեց Վայ Գևորգյանը, որովհետև այնտեղ ըստ Չարենցավանյանի ակումբի մարշի ճիշտ վերաբերմունք չկար իր մարշական շտաբի նկատմամբ։ Ես կարծում եմ ավելի շատ դրա ֆոնին արված հայտարարություն է։ Ինչ ես կարծում, եթե չլիներ մարզիչների միջև այդ վիճաբանությունը, Վայ Գևորգյանը ինչ է հայտարարություն անելու էր, ասել որ մենք դեռ պայքարելու ենք պատվեցին կամ խաղային է։ Սկզբում ասացի խաղային չէր կարող լինել, որովհետև խայտարակ մրցավարություն էր, սկսենք տեղից Յուրա Մահտեսյանը կորցրեց խաղի թելը մի պահ, անհասկանալի որոշումներ կայացրեց, սուլեց մինչև գնդակը կայտնվեր դարպասում, հետո ստիպված էր սխալը ուղղել, կարևոր է որ գոլը չհաշվեց, որովհետև սխալը սխալով այդտեղ կլիներ ուղղել։ Հենց այդտեղ է խնդիրը, որ 10 հոգով մնաց Վանը, կարող էր եւ կարմիր քարտ ցույց չտալ, հաշվել գոլը եւ դեղին քարտ ցույց տալ դարպասապահ Արսեն Բեգլարյանին, լրիվ այլ խաղ կարող էր լինել։ Ճիշտ է, այդտեղ արդեն հաշիվը եթե չեմ սխալվում դառնում էր 2-0, կարող էր հետո խոշոր դառնալ, բայց չենք կարող ենթադրել։ Ուղղակի Վանը խաղաց 10 ֆուտբոլիստով, 11 ֆուտբոլիստով։ Բառը ինչ է ենթադրում։ Ես հավատում եմ, որ թեժ նշանակում է ուղղակի ասել, որ մենք պայքարելու ենք, մենք լավ պայքար կառաջարկենք եւ նույն հեշտ չի լինի։ Իսկ այդ թեժը ինչ է նշանակում։ Թեժ բառը եկավ մարշական շտաբերի միջև կոնֆլիկտից։ Վայ Գևորգյանն ուզում էր ասել, որ ես ինչ չեմ պահելու այնպես, ինչպես ըստ մարշի պահել են Նոայի մարզիչները։ Խոստացավ խաղադաշտի սահմաններում թեժ հանդիպում, որովհետև ինչ որ կերպ պետք է արտահայտել նա իր էմոցիաները, զգացմունքները, զգացածը պետք է կարողանալ մեջից դուրս անել այդ բանը։ Առանց դրա դաշտում թեժ չպետք է լիներ։ Կլիներ, բայց եթե Վանը ցանկանում է, իսկ Վանը ցանկանում է վստահ եմ վերադառնալ այդ խաղում, այսինքն տարբերությունը վերադարձնել, իհարկե թեժ պետք է լիներ դաշտում։ Բայց հնարավոր է եթե չլիներ կոնֆլիկտը, եթե չլիներ կոնֆլիկտը, արտարոց ինչ որ բան է խոստացել, ես չգիտեմ դա խոստում է, մադրիդիստաների թե ինչ է, բայց նա իրավիճակը հատուկ թեժացրեց, որպեսզի ինտրիգ լինի եւ Վանը կարողանա ինչ որ բանից օգտվել, եթե Նոային չքաշես այսպիսի իրավիճակների մեջ, շատ դժվար է ուղակի ֆուտբոլ խաղալով, գրեթե անհնարին է հայկական բոլոր ակումբներին Նոային հաղթել խաղադաշտ։ Դե մադրիդիստաների բառապաշարով ասած ռեմոնտադա խոստացավ, բայց Նոան այնքան է իսպաներեն բառը ես չեմ հասկանում ինչ եք վերագրում։ Դե որովհետև Ռեալն է միշտ կարողանում այդպիսի քամբեքներ իրականացնել։ Վերջերս չենք տեսնում, բայց խնդիր չկա։ Կվերադառնան այդ օրերը, դա չէ այսօրվա թեման, բայց դա չի նշանակում, որ Նոան թրծված թիմ չէ։ Նոան շատ ծանր խաղերի միջով անցավ վերջին 1 տարվա ընթացքում, կարող ենք հիշել կոնֆերենցիաների լիգային խաղարկության խաղերը եւ չեմ կարծում, որ եթե մտածում ես սա, չեմ ուզում ասել սադրանք, որովհետեւ մի փոքր վատ բառ է դա, բայց մոտավորապես սադրանք է, չեմ կարծում, որ Նոան ներքաշվի։ Նոան ուղղակի պետք է հասկանա, որ Վանը երբ ուզում է, երբ շատ է ցանկանում, իսկ դրանում կարծում եմ համոզվել ենք, որ կարողանում է իր դաշտում մասնավորապես շատ բարդ, կոպիտ, կոշտ ֆուտբոլ առաջարկել, կոպիտն էլ է մի փոքր նշվում է չափազանցված, բայց ամեն դեպքում երբ պետք է լինում նրա թիմը Վայ Գևորգյանի թիմը կոպիտ ֆուտբոլ է բավականաչափ որակներ ունի, որ պայքար կապի Նոային, ինչը առաջին խաղում էր ըստ էության տեսանք, բայց ես նորից ասեմ, եթե վերադառնում ենք իսպանական ֆուտբոլ, Ժոզե Մորինյոն, երբ Ռեալը գլխավորում էր, գրեթե անպարտելի Բարսելոնայի հետ, փնտրում էր տարբերակներ, ինչպես այդ թիմին հաղթել եւ երբեմն գտնում էր, ու այդպիսի հայտարարություններով խաղից առաջ, խաղի ընթացքում իրավիճակը թեժացնել։ Դե մարշական ես կարծում եմ նման մի բան փորձում է անել Վայ Գևորգյանը։ Չգիտեմ, տեսնենք ինչ կլինի, բայց ես կարծում եմ նախ որ Վանը ունի հնարավորություն, որքան էլ Նոան այս պահին լավն է, գրեթե չեմպիոն է, կարելի ասել 2 անգամ ուժեղ է Վանից,
իր հնարավորություններով, կազմով եւ ցուցադրած խաղով։ Բացի դրանից ունի երկու գնդակի առավելություն։ Եթե Վանը կարողանա արագ գոլ խփել, խաղը շատ հետաքրքիր ընթացք կստանա։ Լավ, ինչ էին նշանակում Վահե Գևորգյանի խոսքերը ըստ մեր փորձագետների, լսենք։ Չեմ կարծում, թե նա միտումնավոր դա ասաց թիմին մոտիվացնելու համար, պարզապես խաղից հետո էմոցիոնալ ֆոնին, մանավանդ որ իրոք շատ էմոցիոնալ խաղ էր։ Ինձ թվում է այսօր Հայաստանում ոչ մի թիմ խնդիր չունի Նոայի դեմ մոտիվացվելու համար, որովհետև առաջնության առաջատարն է ու բոլորը ուզում են նրան հաղթել։ Այս պարագայում նաև Վանը, որովհետև Վանի համար գավաթում հաղթելը կտա կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։ Չեմ կարծում, որ ինքը այդ հատուկ էր անում հենց կոնկրետ իր թիմին մոտիվացնելու համար, այլ քանի որ ինքը նաև էմոցիոնալ անձնավորություն է ու ամբողջությամբ սպորտի մեջ է, ֆուտբոլի մեջ է, ինքը հենց իր զգացողություններն է ցույց տալիս, այսինքն այդ հենց շատ բնական արձագանք էր առայն, որ իրենք շատ ուժեղ են պայքարելու այդ խաղում։ Վահե Գևորգյանի ասուլիսը դիտելուց հետո նա փորձում էր մոտիվացնել իր խաղացողներին, որպեսզի այդ ամեն ինչը հիշելով Վանի դաշտում արդեն ցույց տան պայքար Նոայի դեմ։ Կարծում եմ իրականում թեժ կլինի խաղը, բայց ամեն դեպքում Նոան կհաղթի։ Ռաունդ երկրորդ, Չեմպիոնների լիգա։ Ովքեր են կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերի ֆավորիտները։ Չեմպիոնների լիգա եկավ կիսաեզրափակիչ փուլի ժամանակը եւ առաջին հանդիպումներն են առջևում, արդեն այսօր Արսենալը եւ Պարի Սեն-Ժերմենը կպարզեն հարաբերությունները Լոնդոնում, իսկ վաղը Բարսելոնան կընդունի Ինտերին։ Կարծում եմ առաջին խաղերում կհաղթեն տանտերերը Արսենալը, շատ մեծ վստահություն ձեռք բերեց Մադրիդի Ռեալին շրջանցելուց հետո եւ այս դիմակայությունում եթե ինչ-որ բան պետք է վճռի, ապա իհարկե սեփական հարկի տակ, որտեղ մենք արդեն տեսանք ինչ կարող է անել։ Արսենալը, իսկ Բարսելոնան, եթե օրինակ 3 օր առաջ խոսեինք միգուցե այդքան ֆավորիտ չէր Ինտերի հետ դիմակայությունում, հիմա ուժերի դասավորությունը կտրուկ փոխվեց այն բանի շնորհիվ, որ Բարսելոնան նվաճեց Իսպանիայի գավաթը եւ շատ բարձր տրամադրությամբ է մոտենում հանդիպմանը, իսկ Ինտերը շատ մեծ առավելությունը Ասերիայում կորցրեց եւ 3 միավորի տարբերությամբ զիջում է Նապոլիին, այսինքն հոգեբանական տեսանկյունից Բարսելոնան կունենա բավականին զգալի առավելություն։ Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում top 4-ի պայքարը մեկնարկում է։ Կարծում եմ առաջին խաղերում Պարի Սեն-Ժերմենը եւ Ինտերը կարողանան հասնել ցանկալի առավելության, այստեղ առավելությունը միայն հաղթանակ բարի հետ ոմանիշ պետք չէ դնել։ Եթե կարողանան թիմերը նույնիսկ դրսի խաղերում ոչ ոքի գրանցել, պատասխան խաղից առաջ կունենան որոշակի լավ կարգավիճակ եզրափակիչ անցնելու համար։ Այո, Բարսելոնան լավ տրամադրություն ունի։ Այո, Բարսելոնան մեծ առավելություն ունի Լա Լիգայում։ Այո, Ինտերը պարտվեց գավաթի խաղարկության կիսաեզրափակչում եւ գրեթե պարտվել է չեմպիոնական պայքարը, չնայած դեռ տեսական իհարկե հնարավորություններ կան։ Բայց Ինտերը Չեմպիոնների լիգայում մշտապես վերջին տարիներին լավ է խաղում եւ Ինձագին գիտի կարևոր խաղերից առաջ իր թիմին տրամադրելու ձևը եւ կարծում եմ հենց այս պահն է Ինտերի համար մրցաշրջանում ամենակարևոր եւ բեկումնային կետը։ Իսկ Պարի Սեն-Ժերմենը բավականին լավ ֆուտբոլ է խաղում եւ արժանի է եզրափակիչ անցնելուն։ Այսօրվա հանդիպումից սկսենք Արսենալ Պարի Սեն-Ժերմեն Իհարկե, եթե նորից խոսենք դիմակայությունից, ես փոքրիկ առավելություն կտամ Պարի Սեն-Ժերմենին, բայց առաջին խաղում Արսենալին։ Այո, առաջին խաղում ես նորից նույն իրավիճակն է մոտարապես ինչ Ռեալի հետ դիմակայությունում։ Ես ասացի, որ Լոնդոնում Արսենալը կհաղթի, ինչ կլինի ընդհանուր դիմակայությունում, պարզ չէ, բայց հաղթեց այնպես, որ վճռական եղավ այդ։ Հիմա չգիտեմ նորից կհաջողվի մեծ հաշվով հաղթել, խոշոր հաշվով հաղթել, թե ոչ, երևի ամենայն հավանականությամբ ոչ, որովհետև Պարի Սեն-Ժերմենը նաև Ռեալի սխալները պետք է հաշվի առնի եւ չգործի։ Պարի Սեն-Ժերմենը Ռեալ չէ, մեծ Դե իհարկե Ռեալ չէ, այստեղ ուժեղի եւ թույլի համեմատություն չէ։ Շատ հասկացար։ Արսենալը պետք է նոր տարբերակներ փնտրի, ինչպես եւս մեկ ուժեղ թիմի հաղթի սեփական հարկի տակ եւ կարծում եմ Միկել Արտետան կգտնի այդ տարբերակը, որովհետեւ Արսենալը մեծ ոգևորության ալիքի վրա է։ Արսենալը վերջնականապես տանուլ տվեց պայքարը Պրեմիեր լիգայում, որովհետեւ Լիվերպուլը պաշտոնապես դարձավ չեմպիոն եւ այստեղ այլևս որսալու ոչինչ չկա, Արսենալը հանգիստ նվաճում է իր ուղեգիրը Չեմպիոնների լիգայի եւ
ամբողջությամբ կենտրոնանալու է կիսաեզրափակիչ Նույն տրամաբանությամբ Paris Saint-Germain-ն ամբողջովին կենտրոնացել է վաղուց Paris Saint-Germain-ը ի տարբերություն Arsenal-ի շատ ավելի վաղուց է չեմպիոնությունը նվաճել եւ չի խաղում ըստ էության հիմնական կազմով վերջին խաղերում Լիգա 1-ի մենք տեսնում ենք նպատակ անպարտելի մնալ, բայց Նիսին պարտվեց վերջին турում, դա էլ կարող է ինչ-որ չափով մրցաշրջան չստացվեց եւ մարզավիճակի չասեմ, բայց խաղային տոնուսի որոշակի խնդիր Paris Saint-Germain-ը կարող է Arsenal-ը խաղային տոնուսի խնդիր չունի։ Ոչ, Arsenal-ը իր հիմնական կազմով շարունակում է խաղալ Իսկ ինչ է անում այդ խաղերում, հաղթում է։ Դա արդեն էական չէ կարծում եմ, որովհետև արդյունքը այնտեղ կարևոր չէ Arsenal-ի համար։ Ուղղակի խաղում է տոնուսի մեջ մնալու համար։ Ավելի շատ, այո, ավելի շատ տոնուսի մեջ մնալ։ Որ որևէ top ակում բան էլ անգլիա։ Ես կարծում եմ Լուիս Էնրիկեն հենց այստեղ երևի Լուիս Էնրիկեն այստեղ ցույց կտան խաղերը իհարկե ժամանակը, բայց կարծում եմ Լուիս Էնրիկեն չպետք է այդքան շատ ռոտացիա կիրառեր ոչինչ չնշանակող խաղերում։ Առաջատարները պետք է գոնե 60-70 րոպե խաղային, իսկ շատերը Paris Saint-Germain-ի առաջատարներից արդեն բավականին երկար ժամանակ այդ տոնուսը չեն զգում։ Ես խաղում են բոլորն էլ, չեմ ասում բոլոր խաղերին մասնակցում, ինչը տրամաբանական է, հա քիչ են խաղում, բայց խաղում են եւ երբ ամբողջական կազմը լինի, հիմնական մեկնարկային կազմով խաղա Paris Saint-Germain-ը Arsenal-ի հետ Լոնդոնում, չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ խաղացվածության կամ իրար հասկանալու կամ տոնուսի ինչ-որ խնդիր լինի եւ կարծում եմ առաջին խաղում եթե չհաղթի Paris Saint-Germain-ը Arsenal-ին, ապա առնվազն չի պարտվի։ Ես համաձայն եմ, որ ոչ ոքին կլինի դրական արդյունք Paris Saint-Germain-ի համար, հետո կգնան սեփական դաշտում ավելի վստահ ելույթ կան, բայց այս Arsenal-ը ես կարծում եմ Լոնդոնից ոչ ոքի բաց չի թողնի, ոչ մի թիմի բաց չի թողնի առանց նրան հաղթելու, որովհետև արդեն ընդգծվել է շատ հստակ, որ Arsenal-ը իր հարցերի մեծ մասը լուծում է Լոնդոնում։ Դա վաղուց է այդպես 15 տարի առաջ Չեմպիոններ լիգայում։ Կարծում եմ առավելություն է Arsenal-ի համար, որ երկրորդ դիմակայությունում անընդմեջ սկսում է տնային խաղով։ Ընդունված է առասարակ ասել, որ եթե պատասխան խաղը սեփական դաշտում է, դա առավելություն է։ Ես այդպես չեմ կարծում, հատկապես Arsenal-ի պարագայում, որովհետև տնային թիմը իր առավելությունը կարող է ստեղծել առաջին խաղում, հետո փորձել պահպանել։ Շատ փոքր շեղվելով, եթե այդպես չլիներ, չեմ կարծում, որ Չեմպիոնների լիգայում ցանկանային նոր փոփոխություն կատարել, որ այնտեղ դրսի գոլերի մասին չէ խոսքը, պատասխան խաղն անցկացնեն առաջին 8 թիմերը պատասխան խաղն անցկացնեն սեփական հարկի տակ։ Դա կարծում եմ այդպես չէ լինի, եթե ոչ մի տրամաբանություն չլիներ, էլի իմ ասածի մեջ։ Ես չգիտեմ, հիմա եթե օրինակ Ռեալը ենթադրաբար ուներ առավելություն, պատասխան խաղը տաններ, որտեղ ամեն ինչ կարողանում անել։ Ես չեմ ասում, բայց պարտվեցին 0-3 եւ չկարողացան բացառության, սա էլ էր բացառություն։ Բայց լավ, վերադառնալով մեր թեմային, Arsenal-ը այո լավ է խաղում սեփական հարկի տակ, բայց հիշենք Paris Saint-Germain-ի խաղը նաեւ մեկ ամիս առաջ եթե չեմ սխալվում, Առախլապատ Ալբիոնում Լիվերպուլի հետ, այն Լիվերպուլի, որը բացահայտ ֆավորիտ էր Անգլիայի Պրեմիեր լիգայում, մրցակից չուներ, իսկ հիմա Arsenal-ը ուղղակի երկրորդ թիմն է այս պայն Պրեմիեր լիգայից, Paris Saint-Germain-ը իր խաղով ապացուցել է, համաձայն եմ, որ շատ է աճ է Paris Saint-Germain-ը եվրոպական ասպարեզում, նաև Arsenal-ին դրսում հաղթել։ Ես ուղղակի չեմ հասկանում այն տրամաբանությունը, սա քեզ ուղղված չէ, որ ամբողջ աշխարհում են այդպես կարծում, որ Arsenal-ը սեփական հարկի տակ բոլոր խաղերում պետք է լինի որոշակի ֆավորիտի կարգավիճակ ունեն, ինչ թիմի դեմ էլ խաղ։ Ամբողջ աշխարհում դա մասնագետների կարծիքն է, այսինքն եթե գնահատում են թիմերի հնարավորությունը եւ միշտ Arsenal-ին տալիս են տնային խաղում առավելություն, ուրեմն տրամաբանություն կա։ Ուրեմն եթե այս անգամ էլ այդպես լինի, ես ուղղակի առանց հասկանալու տրամաբանությունը կասեմ լավ։ Վաղվա հանդիպման մասին Բարսելոնա-Ինտեր հիմնական միտքս արդեն արտահայտեցի բացման խոսքում, Ինտերը ձախողեց Ասերիայում պայքարը եւ 3 միավոր զիջում է արդեն Նապոլին։ Եվ գավաթի խաղարկությունը նույնիսկ եզրափակիչ դուրս չեկավ, անկում սկսվեց Ինտերի ամենակարևոր հատվածում եւ ամենակարևոր հատվածում եղավ այդ անկումը։ Կարծում եմ տրամաբանական շարունակությունը պետք է լինի Չեմպիոնների լիգայում, որքան էլ Ինտերը շատ սոլիդ է, շատ ամուր պաշտպանություն ունի, շատ անհարմար մրցակից է Բարսելոնայի համար, բայց հոգեբանությունը այստեղ կարծում եմ շատ որոշիչ է լինելու, Բարսելոնան հակառակը շատ լավ էմոցիոնալ ֆոնի վրա է եւ սեփական հարկի տակ կարծում եմ հաղթանակ կտան։ Այստեղ կարծում եմ մարշչական աշխատանքը արդեն կընդգծվի, որքանով կկարողանա Ինձագին տրամադրել իր թիմին
տրամադրել այն բանին, որ պետք է մոռանալ սերիայում ինչ իրավիճակ է, այս պահին 0-3 հաշվով Միլանից գրած պարտությունը, վերջին երկու խաղում ստացվում է պարտվում է Ինտերը գոլ չի խփում եւ մի քանի լուրջ աշխատանք ունի կատարելու Ինձագին, ես չգիտեմ, վստահություն ունեմ, որ Ինձագին հենց այդ մարզիչներից է, ես չեմ համարում Ինձագին անկեղծ ասած top մարզիչ, այս պահի դրությամբ գոնե, չնայած նա Ինտերի հետ դուրս հաջողություններ գրանցել է, ես չեմ համարում, բայց նա կարողանում է այսպիսի պահերին թիմին տրամադրել։ Այ ինձ հիմա դա է շատ հետաքրքիր, կարողանա Ինձագին կրիտիկական իրավիճակում համախմբել թիմին եւ երբ ոչ ոք չի սպասում գրանցել արդյունք, որը միանշանակ դրական կլինի, այսինքն անցնել եզրափակիչ, բայց դրա համար նախադրյալ պետք է ստեղծել շատ բարդ մրցակցի հետ նրա դաշտում, եթե ոչ ոքի խաղաց Ինտերը շատ կտրուկ վերածվում է դիմակայության ֆավորիտի, բայց ես կարծում եմ Բարսելոնան տանը հաղթելու է։ Տեսնենք մեր մասնագետներն ինչ են ասում։ Arsenal PSG խաղում կարելի ասել Arsenal-ը Եվրոպայում երևի լավագույն պաշտպանությամբ թիմն է այս պահին, իսկ PSG-ն լավագույն հարձակումով թիմը կամ թիմերից մեկը, այս պարագայում հետաքրքիր հակամարտություն կլինի այդ առումով։ Առաջին խաղը, քանի որ Լոնդոնում է, Arsenal-ի հնարավորություններն ավելի շատ են, կարծում եմ ոչ ոքի հավանականությունն է մեծ առաջին խաղում, իսկ ընդհանուր դիմակայությունում մի փոքր առավելություն կտամ Arsenal-ին, ըստ իս այդ թիմը վերջին տարիներին հասունացել է ինչ-որ մեծ նվաճման հասնելու համար։ Բարսելոնան Եվրոպայում այս պահին երևի լավագույն թիմն է ցուցադրած խաղով, ճիշտ է առանց Լևանդովսկիի են հանդես գալու, բայց դա այս պարագայում շատ բան չի փոխի, իսկ Ինտերի ուժը իր փորձն է ու ընդհանուր թիմային պաշտպանությունը։ Առաջին խաղում նախապատվությունը կտան Բարսելոնային։ 4 թիմերն էլ արժանի էին դուրս գալ այս փուլ եւ շատ հավասարազոր թիմեր են խաղով, բայց ես ավելի շատ Arsenal PSG խաղում նախապատվություն կտամ PSG-ին, քանի որ նրանց երիտասարդ ֆուտբոլիստները եւ հստակ ընդգծված խաղը ել ավելի է իմ կարծիքով մոտ հաղթանակի։ Առաջին խաղում կարծում եմ չի պարտվի PSG-ն եւ ընդհանուր երկու խաղերի արդյունքում դուրս կգա եզրափակիչ։ Ինտեր Բարսելոնա Մխիթարյանի համար ես շատ կցանկանամ, որպեսզի Ինտերը անցնի ֆինալ եւ նա վերջը բարձրացնի Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց ինչպես նշեցի, բարդ հանդիպումներ են սպասում։ Բացի Մխիթարյանի այդ ֆակտորը նախապատվությունը կտամ Ինտերին, քանի որ նրանք կորցրեցին Սկուդետոյի շանսը իմ կարծիքով, նաև գավաթից դուրս մնացին, իսկ Չեմպիոնների լիգայում նրանք պետք է ամեն ինչ ներդնեն, որպեսզի այդ մրցաշարը հաղթեն եւ չմնան առանց տիտղոսի։ Կարծում եմ Ինտերը նույնպես Բարսելոնայում պարտություն չի կրի եւ խաղի վերջնական երգը կվճռվի Սան Սիրոյում։ Ինտերը դե վերջին խաղերին իրեն նման չի, 3 անընդմեջ պարտություն ու հիմա փաստորեն Սկուդետոյի համար պայքարում բաց թողեց նախաձեռնությունը, ինչ որ բան թիմում հաստատ այն չի ու ժամանակ է պետք շտկելու համար, այս ֆոնի վրա գնալ Բարսելոնի հետ խաղալ, որը որ Սկուդետոն հաղթեց, ինձ թվում է խնդիրներ կունենան հենոենք, այնպես որ առաջին խաղում Բարսելոնային կտամ առավելությունը։ Arsenal-ին ընդհանրապես անակնկալ է տեսնել Չեմպիոնների լիգայի այդքան կարևոր փուլերում, բայց մյուս կողմից այս թիմը իրականում այս նույն մարզչի հետ արդեն մի քանի տարի եփվում է ու ինձ թվում է, չնայած Եվրագավաթային, այսպես ասած, փորձը քիչ է, բայց այդ հասունությունը պետք է օգնի PSG-ի դեմ առավելություն ունենալու, մանավանդ որ Arsenal-ը ակին լուրջ ճանապարհ անցավ հենց Չեմպիոնների լիգայում ու երևի թե պատրաստ է այդ խաղին, դրա համար այս խաղում առավելությունը, ընդհանրապես այս դիմակայությունում առավելությունը կտամ Arsenal-ի։ Ռաունդ 3 Եվրոպա լիգա, ովքեր են կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերի ֆավորիտները։ Եվրոպա լիգայի խաղարկությունում եւս մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը, այստեղ անգլիական երկու թիմ կա, կարող է եզրափակիչը ստացվել մաքուր անգլիական, եթե իհարկե Տոտենհեմն ու Մանչեսթեր Յունայթեդը կարողանան շրջանցել իրենց մրցակիցներին։ Տոտենհեմը խաղում է Բուդյո Գլիմտի հետ սեփական հարկի տակ, կարծում եմ սա եւս այն դեպքն է, երբ սեփական հարկի տակ խաղալը կարևոր է։ Առաջին խաղում Տոտենհեմը Բուդյո Գլիմտի հետ դիմակայությունում ինձ համար ֆավորիտ է եւ պետք է փորձի առնվազն 2 գնդակի առավելություն ստեղծել, հաշվի առնելով, որ նորվեգական թիմը շատ լավ է խաղում սեփական հարկի տակ, արհեստական խոտածածկի վրա։ Ինչ վերաբերում է մյուս դիմակայությանը, Յունայթեդը ուղղակի խայտառակ մրցաշար
մրցաշրջան է, անցկացնում իր պատմության վատագույն մրցաշրջաններից մեկը, բայց միակ տեղն է, որտեղ կարող է պայքարել տիտղոսի համար, իսկ United-ը Եվրոպա լիգայում խաղալու ունակություններ ունի։ Ատլետիկն էլ լավ մրցաշրջան է անցկացնում Լա լիգայում, նաև փորձում է տիտղոս նվաճել Եվրոպա լիգայում, բայց կարծում եմ United-ը San Mamesից չի հեռանա պարտված։ Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Եվրոպա լիգայում, այո, անգլիական երկու ակումբ կարող է դուրս գալ եզրափակիչ ու դրանով ինչ-որ առումով զավեշտալի կլինի այս ամբողջ պատմությունը, որովհետև Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակի միջնամասում տանջվող երկու թիմեր կարող են եվրագավաթային եզրափակչում խաղալ։ Ժամանակին անգլիական ակումբները կարելի ասել լուրջ չէին վերաբերում Եվրոպա լիգային կամ նախկինում UEFA-ի գավաթի խաղարկությանը, հիմնականում Չեմպիոնների լիգայում էին նպատակ դնում իրենց առջև, բայց հիմա դարձել է շատ կարևոր եւ Manchester United-ի եւ Tottenham-ի համար, որովհետեւ տիտղոս նվաճելու եւ մրցաշրջանը ինչ որ առումով փրկելու միակ հնարավորությունն է։ Բայց կիսաեզրափակչում այդքան հեշտ չի լինելու։ Բիլբաոյի Ատլետիկը սեփական դաշտում, San Mamesում, իդեպ ստադիոնում, որտեղ եզրափակիչն է կայանալու չմոռանանք, Ատլետիկը իհարկե ձգտում է այնտեղ լինել, խաղալու է մեծ ոգևորությամբ եւ կարծում եմ դրական արդյունք կգրանցի։ Իսկ Բուդյո Գլիմտը նորվեգական պինդ ընկույզ է եւ Տոտենհեմը սայթակելու է առաջին իսկ խաղում։ Որից սկսենք։ Նորվեգական պինդ ընկույզից առաջարկում։ Պինդ ընկույզից Բուդյո Գլիմտը իհարկե շատերի համար էկզոտիկ ակումբ է։ Մեկ տարի առաջ էլ մեր թիմը խաղաց Բուդյո Գլիմտի հետ եւ տեսա։ Բայց Բուդյո Գլիմտը արդեն մի քանի տարի իրեն ցույց է տալիս Եվրոպայում եւ հաշվի նստել այս թիմի հետ, որը մի քանի տարի առաջ հիշում ես, ինչպես մտավ Եվրոպա բազմաթիվ գոլեր խփելով, չկար խաղ, որտեղ Բուդյո Գլիմտը 3-4 գոլ չխփեր։ Ինչպես է Ռոմային հաղթում։ Այո, Ռոմային ինչպես էր հաղթում, բայց հիմա այդ ռոմանտիզմը անցավ, իսկ Բուդյո Գլիմտը ցույց տվեց, որ հարմարվում է եվրոպական իրականությանը եւ կարող է հաղթել նաև առանց շատ գոլեր խփելու, կարող է ոչ ոքի խաղալ երբ պետք է եւ ճգնաժամում գտնվող Տոտենհեմը անգամ սեփական դաշտում կարծում եմ խնդիրների կբախվի եւ դա է պատճառը իմ կարծիքի, որ Բուդյո Գլիմտը առնվազն չի պարտվելու Լոնդոնում։ Թե Տոտենհեմը, թե Manchester United-ը ճգնաժամում են, համաձայն եմ, նույնիսկ ասած իր միջնամասում, բայց ավելի հետ են գտնվում եւ կարող էին մոտ լինել վտանգավոր։ Հաշվի առնելով, որ 3 ակումբ, որոնք եկել էին Պրեմիեր լիգա, միասին էլ հեռացան, արդեն պաշտոնապես նրանց ոչինչ չի սպառնում։ Տոտենհեմ թիմ, որը ուղղակի հակասական մրցաշրջաններ է անցկացնում, հակասական շաբաթներ է անցկացնում, ամիսներ չես հասկանում, մի խաղում շատ լավ է խաղում, բայց գալիս է պատասխան նույն թիմի հետ պատասխան խաղում խայտարակ ֆուտբոլ է խաղում կամ հակառակը մրցաշրջանում կարող է տնապայել շատ վատ ֆուտբոլ խաղալ, առաջատարի հետ ֆանտաստիկ ֆուտբոլ խաղալ եւ այդ տեսանկյունից արդեն բարդ է գնահատական տալը, բայց կարծում եմ սա այն շրջանն է Տոտենհեմի համար, որ նախ մարշի համար է կարևոր տիտղոս նվաճել եւ վերջը ուզում է ինչ որ տիտղոս ունենալ Տոտենհեմի հետ եւ սա կարծում շատ լավ հնարավորություն է, հաշվի առնելով, որ ոչ մի տեղ պայքար չկա, նույնիսկ երբ Տոտենհեմը Պրեմիեր լիգայում է պարտվում, տպավորություն է, որ նրանց համար մեկ է, դե մեկա չեն բարձրանալու, չեն իջնելու, բայց կենտրոնացած են Եվրոպա լիգայի վրա եւ դրանում մենք համոզվեցինք Այնտրախտի հետ պատասխան խաղում, այնպես որ ինձ համար Տոտենհեմը առաջին խաղում ֆավորիտ է, չեմ ասի բացայտ ֆավորիտ է դիմակայության, բայց դիմակայությունում էլ է ֆավորիտ, պատասխան խաղում դժվար կլինի, չխոսենք պատասխան խաղի մասին, դրա համար պետք է նախադրյալ ստեղծել Լոնդոնում։ Թղթի վրա համաձայն է ֆավորիտ է Տոտենհեմը, որովհետև տանն է խաղում ի վերջո, բայց մի բան է թղթի վրա, մի բան է դաշտում այդ ամենը ապացուցել է, իսկ Տոտենհեմը կարծում եմ այսօր այնքան խնդիրներ ունի, որ լազարեթը դա էլ պետք է հաշվի առնել։ Կերպարանափոխվել, իհարկե դա խնդիրների մի մաս է, կերպարանափոխվել շատ արագ եւ շատ այսպես ամուր մրցակցի հաղթել, չեմ կարծում, որ կստացվի դրա համար իմ ֆավորիտը, այսինքն չպարտվելու ֆավորիտը այստեղ Բուդյո Գլիմտն է։ Անցնենք մյուս զույգին, որը կարող է նույնիսկ եզրափակիչ զարդարել։ Այո, շատ հնչեղ եզրափակիչ կլիներ Եվրոպա լիգայի համար, դեռ մի բան էլ ավելի, եթե հաշվենք Manchester United-ի պատմությունը անունը, այո, բայց Բիլբաոն անցկացնում է իր պատմության լավագույն մրցաշրջաններից մեկը։ Իհարկե լավագույնը դեռ չէ, բայց լավագույններից մեկն է, որովհետև հազվադեպ կտեսնես, երբ Բասկյան ակումբը այսքան հեռու է գնում Եվրագավաթում։ Լա լիգայում երբեմն, այո, նրանք բարձր տեղ, շատ բարձր գրավում են, բայց հիմա համ քառյակում են Լա լիգայի,
համ Եվրագավաթային կիսաեզրափակչում եւ գործոնը, որ եզրափակիչը հարազատ ստադիոնում է, շատ է օգնելու, շատ է առաջ մղելու։ Ես իհարկե չեմ ասում, որ Ատլետիկը արդեն Մանչեսթեր Յունայթեդին շրջանցել է, բայց որ տանը հաղթելու է Բիլբաոն, ինձ համար դա շատ ընդգծված է, այսպես որպես փաստ եմ նույնիսկ դա տեսնում։ Այդքան էլ համաձայն չեմ, Յունայթեդի երկրպագուները հիմա եւս միաձայն պնդում են, որ իրենց թիմը ֆավորիտ չէ այս դիմակայությունում, ամենայն դեպս ես այդպես եմ լսել, չնայած մոլի երկրպագուներ կլինեն, որ հակառակում կփորձեն համոզել մեզ։ Այո, եւ պետք է հիշել Յունայթեդը ինչ լավ ֆուտբոլ խաղաց Լիոնի հետ, ճիշտ է այնտեղ 30 րոպե լավ ֆուտբոլ խաղաց, բայց հրաշքով ուղակի փրկվեցին, հրաշքով։ Դե Ֆերգի Թայմի ժամանակահատվածը լրացի ժամանակի երկրորդ խաղակեսում եւ վերադառնալ դա ուղղակի հաջողությունների շարք էր, որը իրար հետևից եղավ եւ Յունայթեդը այո հիշեց Սլավակ, բայց հետո գնաց Պրեմիեր լիգայում ձախողվեց էլ, այսինքն չկարողացավ այդ աճը ապահովել, էմոցիոնալ աճը գոնել փրկում, ինչ որ անհասկանալի բաներ է կատարվում եւ իհարկե իրար հետևից այդպիսի կամբեքներ կատարել հնարավոր չէ, անգամ եթե դու Մանչեսթեր Յունայթեդն ես դրա համար։ Դե այստեղ կամբեքի հարց չկա, ուղղակի այստեղ պետք է հեռանալ Իսպանիայից չպարտված։ Դա որոշակի առավելություն կտա պատասխան խաղից առաջ Յունայթեդին։ Ֆենոմենալ արագ եւ տեխնիկապես լավ հագեցած եզրեր ունի Բիլբաոն եւ դրա շնորհիվ այդ ճնշումը կարծում տալու է արդյունք եւ Ուիլյամսները մյուսների օգնությամբ պետք է կերտեն Ատլետիկի հաղթանակը։ Պետք է նաև շատ կարևոր բան հաշվի առնել, որ այդ խաղից օրեր անց, 3 օր անց, եթե չեմ սխալվում, Բասկյան դերբի է սպասում Ատլետիկին Լա Լիգայում Ռեալ Սոսիեդադի հետ եւ չես կարող ասել, որ այնտեղ կարևոր չէ խաղը։ Ատլետիկի համար մրցաշարային տեսանկյունից շատ կարևոր է։ Բայց խնայելու կարող է Եվրոպա լիգայում հաղթելով էլ Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղղակի նվաճել, բայց 4-րդ տեղը պահելը կարևոր է։ Բացի այդ սկզբունքայնություն կա եւ այնտեղ եւս պետք է պատշաճ մոտենալ, այսինքն Յունայթեդի հետ 2 խաղերի արանքում Բասկյան դերբի շատ ծանր ցույց է համաձայն եմ, բայց Յունայթեդի համար տարբերություն չկա։ Յունայթեդի համար տարբերություն չկա, բայց այդ 3 բարդ հանդիպումներից առաջինն է եւ այստեղ Ատլետիկը ոչ հոգնածության, ոչ այո, ինչ-որ բանի խնդիր ունի, ես կարծում եմ ամեն դեպքում Սան Մամեսում բասկերը կհաղթեն։ Ինչ կլինի պատասխան խաղում, երբեք չես կարող ասել, ցույց տվեց Լիոնի հետ հանդիպումը, որ Մանչեսթեր Յունայթեդը հիմա էլ պատրաստվում է ստեղծված իրավիճակում Օլդ Թրաֆորդն այլևս այն երազանքների թատրոնը չէ, երբ բոլորը վախվորած էին գալիս եւ Յունայթեդը խաղերի 90%-ում ունենում էր 70-30 այսպես գնդակին տիրելու հարաբերակցություն եւ նաեւ խաղային առավելություն բավականին շատ հարվածներ, շատ մեծ ճնշում անցել են այդ օրերը, ամենայն դեպս այս պահին չենք տեսնում դա ու Ատլետիկը նույնիսկ եթե չկարողանա հաղթել, հնարավոր է նաև պատասխան խաղում էլ ֆավորիտի կարգավիճակ ունենա, տեսնենք թե ինչպես ամեն դեպքում խաղան առաջին խաղից, թե արդյունքից, թե խաղից շատ բան է կախված։ Ովքեր են ֆավորիտ Ատլետիկ, Մանչեսթեր Յունայթեդ եւ Տոտենհեմ Բուդյոգլիմտ հանդիպումներում, ասել են նաև մեր փորձագետները։ Ի տարբերություն Մանչեսթեր Յունայթեդի, Ատլետիկ Բիլբաոն ավելի այսպես հավասարակշռված, նորմալ իրենց հնարավորություններին, իրենց ամբիցիաներին համապատասխան մրցաշրջան է անցկացրել ու այդ հանգստությունը ինձ թվում է կօգնի նաև այս խաղում, իսկ Մանչեսթեր Յունայթեդի համար իրականում ավելի լուրջ լուծումներ են էլի անհրաժեշտ, եթե իրենք նույնիսկ հաղթեն Եվրոպա լիգան ուրախանալու շատ բան չի լինի։ Կարծում եմ այս խաղում ընդհանրապես այս դիմակայությունում շատ հնարավոր է անակնկալ գերանցվի, որովհետև Բուդյոգլիմտի համար Եվրոպա լիգան մի բան է, Տոտենհեմի համար մի ուրիշ բան, եթե նույնիսկ Տոտենհեմը հաղթի մրցաշարը, միևնույն է մրցաշրջանը ձախողված կլինի, իսկ Բուդյոգլիմտի այդ մեր պատկերացրած վիկինգների համար սա շատ լավ շանս է, որպեսզի վերջապես այս մի քանի տարվա իրենց եվրոպական արկածները մի հատ մեծ հաղթանակով պսակեն, այնպես որ Բուդյոգլիմտ։ Այդտեղ ես շատ ցանկանամ կտեսնեմ անգլիական այդ դերբին Տոտենհեմ Մանչեսթեր Յունայթեդ, չնայած Մանչեսթեր Յունայթեդը Ատլետիկ Բիլբաոյի շատ բարդ հանդիպում է սպասում, Ատլետիկը ավելի կայուն ֆուտբոլ է խաղում, իսկ Մանչեսթեր Յունայթեդը ամբողջ մրցաշրջանը տապալել է եւ իմ կարծիքով նրանք անգամ այս բարդ իրավիճակում բոլոր ուժերը ներկդնեն Մանչեսթեր Յունայթեդը
Դրսում Ատլետիկ Բիլբաոյի հետ հնարավոր է 1-0 պարտվի, բայց մեկ գնդակի տարբերությամբ, բայց տանը վստահ եմ, որ նրանք կանցնեն Ատլետիկի։ Իսկ Տոտենհեմը Բուդոգլիմտին կարծում շատ մեծ առավելություն ունի եւ Բուդոգլիմտը այսպիսի արժանի պայքարով եկել հասել է այստեղ, բայց Տոտենհեմը իմ կարծիքով անհնարին է նրանց անցնել։ Կարծում եմ Տոտենհեմը տանը շատ խոշոր հաշվով հաղթանակ կտոնի եւ դրսում առանձնապես խնդիրներ չի ունենա եւ չի պարտվի։ Մանչեսթեր Յունայթեդի համար Եվրոպա լիգան հիմա ամենակարևոր մրցաշարն է։ Եթե Ատլետիկը Իսպանիա առաջնության միջոցով կարող է Չեմպիոնների լիգային որակավորվել եւ շատ մոտ է դրան, ապա Յունայթեդը դա կարող է անել միայն Եվրոպա լիգայում հաղթելով։ Այս պարագայում նրանց շանսերը մեծանում են եւ փոքր-ինչ ավելի հավատում եմ Յունայթեդի հաջողությանը։ Մեծ առավելություն ունի Տոտենհեմը, նրանք եւս հիմնականում կենտրոնացած են հենց Եվրոպա լիգայի վրա եւ ունեն բոլոր հնարավորությունները եզրափակիչ դուրս գալու համար։ Ինձ թվում է հրաշք չի լինի ու մենք կտեսնենք Տոտենհեմին եզրափակիչում։ Վայ Գևորգյանի խոստացած թեժ հանդիպում Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում արդեն վաղն է, իսկ այսօր սկսում ենք վայելել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթ անց նույն ժամին նույն տաղավարում։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen